ինչ ակնկալիքներ ունեք գլխավոր դատախազությունից եւ անձամբ դատախազ Աննա Վարդապետյանին, հաշվի առնելով, որ վերջերս ազգային ժողովում տեղի ունեցած ծեսկրտուքին ներկա էր նաեւ նա եւ այդ գործողությունը որևէ ընթացք, որևէ այսպես ասած բնորոշում նրա կողմից չստացավ։ Գիտեք, ընդհանրապես հույս դնել իրենց հոգին եւ խիղճը Նիկոլին հանձնած դատախազների, քննիչների, դատավորների վրա մենք այդ հույսերը շատ չունենք, որովհետեւ իրենք ապացուցել են, որ այսօրվա դատա իրավական համակարգը դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքին բութ գործիք, երկրում մեկ անձի իշխանություն հաստատելու, բռնաճնշումներ գործադրելու, կեղծ շինծու մեղադրանքներով մարդկանց կալանքի տանելու համար։ Բայց դա չի նշանակում, որ մենք մեր ձայնը պետքա չբարձրաձայնենք։ Այո, մենք այն կարծիքին ենք, եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա ամեն անգամ մարսել իր հերթական ձերբակալությունը, բռնաճնշումը, ինքը կանգ չի առնելու եւ շարունակելու։ Հետեւաբար այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով։ Երկրում կան 5 տասնյակից ավելի քաղբանտարկյալներ, ազգային բարերար, սրբազան հայրեր, Արցախի ու Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներ, բլոգերներ, լրագրողներ, զինվորականներ, պարզ շարքային քաղաքացիներ, ովքեր այսօր գտնում են անազատության մեջ, բացառապես նրա համար, որ ունեն սեփական տեսակետ, պայքարում են հայկական ինքնության համար եւ հաշտ չեն այսօրվա իշխանության վարած հակահայ քաղաքականության։ Բայց այդ հակազդեցությունը համարժեք է թե համարժեք չի եւ ինչ։ Այս պայն համարժեք չի եւ ես կարծում եմ պետք է հասնենք նրան, որ լինի համարժեք։ Ինչպես պիտի հասնեք։ Ժողովրդի կամքով, շարունակական գործողություններով, նախ ասեմ, որ սա մեկ անգամյա ակցիա չի լինելու, սրան հաջորդելու է հաջորդ շաբաթ չորեքշաբթի օրը ազգային ժողովում տեղի ունենալու Հայաստան խմբակցությունը հրավիրել, պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարության տեքստին միացել, համատեղ տեղի կունենա լսումներ քաղբանտարկյալներ թեմայով, դե պարզ է ԿՊ-ի վերաբերմունքը, ԿՊ-ն դեմ է, չէ, մենք կարող ենք նաև լիագումար տեղափոխել նիստը, բայց մեր համար այդ նիստը ծառայելու է, հրավիրելու ենք պաշտպաններ, հրավիրելու ենք նաև միջազգային կազմակերպություններ, այսօր հրավիրել ենք միջազգային նաև դատախազին։ Թող գա ազգային ժողով այդ լսումներին, այն օր որ գնացել էին մարտի 1-ին բեմադրում, թող չորեքշաբթի օրը գա ազգային ժողովի նիստին, որտեղ փաստաբանները, հասարակական, քաղաքական, հանրային գործիչները կխոսեն բոլորեն ապօրինությունների մասին, ինչ որ անում այսօրվա դատախազությունը։ Չի գա, մեր խնդիրն է հրավիրել, փաստերը ներկայացնել, եթե կգան, ուրախ կլինենք, չեն գա, կարձանագրենք, որ հերթական անգամ խուսափեցին։ Գիտեք, մեր գործողությունները պայմանավորված չի իրանք ինչ կանեն, դեմ կքվեարկեն, չեն գա, կբոյկոտեն։ Մենք պետք է քաղբանտարկյալների պաշտպանության օրակարգը դարձնենք առաջնային եւ այս ուղղությամբ պայքարենք հետեւականորեն։ Ազատություն քաղբանտարկյալներին դեմ ենք այն բռնապետությանը, որ գոյություն ունի եւ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները խոսքի ազատության եւ ժողովրդավարության թշնամիներ են։ Մարտի 1-ի լսումները ինչպես է գնահատում, որ երիտասարդներ մարտի 1-ի լսումներին ներկայացել են եւ հերթական շոուներ, բոլորի նկարները կա, մի քիչ որ նայեք կլինի, լավ հիմա ասում եմ կա, ես անձամբ բոլոր տպագրվող նկարները նայել եմ ու կա, ու բոլորինը կա, ու մեր համար ընդհանրապես տարբերություն չենք դնում որևէ մեկին անկախ քաղաքական որ ճամբարում է գտնվում։ Եթե այս իշխանությունների կողմից մարդ հալածվում է, մենք իր կողքին ենք, իր իրավունքները պետքա պաշտպանենք, ընդհանրապես մենք տարբերություն չենք դնում։ Իշխանությունը հակադարձում է ընդդիմությանը, ասում է Հայաստանում քաղբանտարկյալ որ եղավ անձամբ ցույց եմ տալու, մի հատ չի լինելու, մի քանի հատ է լինելու։ Ասում են Հայաստանում քաղբանտարկյալ չկա, բերում են Վարդան Ղուկասյանի օրինակը, Գյումրիի համայնքապետ, ասում են, եթե մարդը կաշառք է վերցրել, մենք ինչ անենք, թողնենք ազատության մեջ այդ մարդուն։ Նայեք, ուրեմն մեր երկրում մի հատ բան ավանդույթ է ձևավորվում։ Դուք տեսել եք բոլոր քերական գործերի հիմքում կամ մեծ մասում ԿՊ-ի լրատվամիջոց Civic-ը ինչ որ մի հատ ձայնագրություն է հրապարակում, որից հետո քննչականը սկսում է քերական վարույթ ու անմիջապես այդ մարդկանց կալանավորում են։ Այս վերջի շրջանում նոր զարգացումներ կան։ Հայկական ժամանակն էլ արդեն հրապարակում է դատարանի վճիռը։
դատավորները այլևս անելիք չունեն, պետք է հետևեն հայկական ժամանակի ու Civic-ի էջերին, տեսնեն ինչ են ասում, էլ Նիկոլ Փաշինյանը լայախ չի անում SMS գրի դատավորներին։ Արդեն հայկական ժամանակը միանգամից դատական որոշումներ հրապարակում է։ Ակնհայտ Գյումրիում ձերբակալել են 30-ից ավել մարդ, բացառապես նրա համար, այսինքն որ տեր են կանգնել իրենց քվեարկությանը, իրենց ձայնին։ Ու այս իշխանությունը, որ հաճախ խոսում է ժողովրդավարությունից, ցանկացած ընտրություն կլինի դա Բրյուսովի ռեկտոր համալսարանի, թե համայնքի ղեկավար, եթե իր քիմքին հաճելի չի, ինքը անմիջապես այլ որոշում է կայացնում, այդ մարդիկ նվազագույնը պետք է բանտարկվեն։ Այս է ժողովրդավարության բաստիոն Հայաստանը։ Տեսեք, դուք ասում եք, որ հակազդեցությունը ընդունում եք, որ այս պահին համարժեք չի, այդ պարագայում Ներոնք են չեն կրակում հանգստել։ Ճանապարհային այլ ինչ քարտեզ կա, զուգահեռաբար ընթանում է Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Դուք իմպիչմենտի գործընթացը այդպես էլ չեք հասկանում, ուր է գնում, ուր հասավ այդ ստորագրությունները, ուր են խմբակցությունները մեկը մյուսի վրա գցելով, սպասելով, այդ հակազդեցությունը ես եկեք պատկերացրեք։ Իմպիչմենտի համար նոր բան չունեմ ասելու, ինչ ասելու ենք, վաղուց ասել ենք, իսկ հակազդեցությունը ինչպես ենք պատկերացնում։ Մենք կարծում ենք, որ առնվազն մի շարք հարցերի շուրջ ողջ ընդդիմադիր դաշտը պետք է լիարժեք համագործակցի։ Դրանք հետևյալ կետերն են. քաղբանտարկյալների պաշտպանություն եւ այս իշխանությունների կողմից բռնաճնշումների դիմադրելու համարժեք մեխանիզմներ ստեղծել։ Երկրորդը եկեղեցու պաշտպանություն։ Մենք կարծում ենք, որ ընդդիմադիր դաշտը միմյանց չպետք է թիրախավորի եւ գլխավոր թիրախը պետք է դառնա այս հակահայ իշխանությունը։ Եթե գնանք ընտրությունների հասնենք այդ փուլին նախընտրական, հետընտրական շրջանում, սրանց կեղծիքները բացառելու ուղղությամբ համապատասխան մեխանիզմներ, այսինքն կան մի շարք օրակարգային անհրաժեշտ կետեր, որոնց շուրջ ողջ ընդդիմադիր դաշտը պետք է համագործակցի։ Հակառակ պարագայում չկա մեկ ուժ, որ մենակով կարող է այս ռեպրեսիաներին, այս այլանդակություններին դեմը առնել։ Այս ուղղությամբ արդից օգտվելով ասեմ, որ մենք այդ նախաձեռնությամբ հանդես են գալու, առաջիկա օրերին կլինի պաշտոնական հայտարարություն եւ քաղաքական ուժերի հետ կսկսենք խորհրդակցությունները, նախնական բոլոր այն ուժերի հետ, որ խոսել ենք, շատ դրական վերաբերմունք կա եւ սա լինելու է առաջիկայում մեր առաջնային օրակարգերից մեկը։ Վաղարշապատի նոր ընտրություն Դիմադրության շարժման ժամանակ ինչ պայմանավորվածություն եք ունեցել ընդդիմադիր խմբակցություններով, որ չեք պահել։ Ինչ-որ մեկը պես բանը ձեզ ասա։ Ինչ չէ, Ամնա Մկրտչյանը իրականում է մի եթերում է հայտարարել, որ պայմանավորվածություն եք ունեցել օրակարգի վերաբերյալ մասնավորապես, Ես չգիտեմ ինչ է ասը իմ գործընկեր Աննա Մկրտչյանը, բայց ես Աննա Մկրտչյանի հետ երբևէ որևէ հարց չեմ քննարկել։ Այդ քննարկումներին իսկ ում հետ որ քննարկել եմ, առնվազն բոլոր պայմանավորվածությունները պահվել են բարձր մակարդակով եւ ոչ թե դիմադրության ժամանակ, այլ վերջին 7 տարվա մեջ քաղաքական դաշտին բոլոր գործընկերները գիտեն, որ դաշնակցության ներկայացուցիչը եթե մեկի հետ մի բան պայմանավորվում է, դա այլևս քննարկման կամ կասկածի տակ չի դրվում։ Վաղարշապատի ընտրությունները որպես նոր ձեռքակալությունների համար քարտ բլանշ Փաշինյանի մեկնաբանությունը ինչպես է գնահատում։ Փաշինյանը չի համակերպվում ժողովրդի որևէ ընտրության հետ։ Փաշինյանի նորից եմ ասում, բռնություններին հակազդելու միակ ճանապարհը ժողովրդի հավաքական կամքն է։ Քանի կարա բռնի եւ մարսի, ինքը բռնելու է եւ իր իշխանությունը պահելու միակ հնարավորությունը դա է։ Եկեք այսքանով սահմանափակենք, սկսենք։ Ես եմ շնորհակալ։